Այսօր բոլորիս է հայտնի, որ մեր երեխաները, երիտասարդները, թե մեծերը շատ հանրամատչելի ձևով կարողանում են ձեռք բերել թմրանյութեր, հայտնի ինչ-որ ինտերնետ ալիքների հետ կապված, որի դեմը ոչ մի ձևի չի առնվում։ Ես շատ լավ հասկանում եմ, որ նարկոբիզնեսի դեմը կարող է առնել մի մարդ, որին ոչ փողով կարող են զարմացնել, ոչ թե թշնամիների նոր քանակով։ Ձեզ խնդրանք, ընտրություններից հետո այս հարցին, չգիտեմ, հնարավորինս հիմնահատակ լուծում, որովհետև ահավոր իրավիճակ է տիրում մեր երիտասարդների մեջ, խոսեցիք դպրոցում, դուք արդեն շեշտեցիք նարկոտիկի գոյության համար, վստահ եմ, որ այդ ամեն ինչը, չգիտեմ, ուժեղ տարբեր մարդկանց հովանու ներքո է տիրում ու դուք եք, որ կարող եք այդ հարցի դեմը առնել։ Ես ասեմ, մեր հասարակությունը իրոք դեգրադացված է։ Մեր հասարակությունը, որ հիմա Մելոյան գոհարին, որ ասեմ, ցույց տա ամուսնալությունների քանակը ընդհանրապես հանրապետության մակարդակով նույնիսկ ձեր ֆանտազիան չի երիկելու։ Իսկ դրա գլխավոր պատճառներից մեկը ձեր բարձրացրած խնդիրն է, բայց դրան հետ զուգահեռ մենք ունենք խաղամոլության խնդիրը, որը այս իշխանության գլխավոր շնորհքն էր, որ նվիրեցին մեր երկրին ու մեր ժողովրդին։ Մենք բոլորս վախենում ենք արտաքին վտանգներից, Ալիևը կմտնի այս ճամփով, թե այն ճանապարհով։ Բայց դա 50%-ը չի, ինչը որ ունենք ներսում, ու ինչը որ սրանք ստեղծեցին ներսում։ Խաղամոլություն, թմրամոլություն պետք է լինի մեր պետության գլխավոր թիրախը, պետք է դա հիմնահատակ անենք։